Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, այսօր մեր իրավական պարզաբանումների շարքում գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանի հետ կխոսենք նոր կարգավորումների մասին, որոնք վերաբերում են Աստրենտ ինստիտուտին։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Բարև ձեզ։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչ է իրենից ենթադրում Աստրենտ ինստիտուտը, ինչ նոր գործիքակազմեր են ներդրվել։ Շնորհակալություն հարցի համար։ Աստրենտ ինստիտուտը հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կատարողական վարույթում ներդրված եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներդրված նոր ինստիտուտ է, որը ուղղված է ապահովելու ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների կատարումը, այլ կերպ ասած, դա ֆինանսական տուժանք է, ֆինանսական լրացուցիչ հարկադրանքի միջոց է, որը հակելու է պարտապանին կատարելու այն, ինչի վերջինս պարտավոր է կատարել արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Դա վնասի հատուցման ինստիտուտ չէ եւ ըստ այդմ պահանջատեր կողմը պարտավոր չէ ապացուցելու, որ իրեն չկատարման պատճառվել է վնաս։ Դա ուղղակի լրացուցիչ հարկադրանքի միջոց է, որը հնարավորություն կտա պահանջատիրոջը ապահովելու եւ հասնելու իր ուզած արդյունքին։ Ինչ տարբերություն կա նախնական եւ վերջնական Աստրենտի միջեւ։ Կխնդրեմ նաեւ սա մեկնաբանեք։ Իհարկե, այո, Աստրենտը երկու տեսակի է լինելու՝ նախնական եւ վերջնական։ Նախնական Աստրենտը նշանակվելու հենց ի սկզբանե, երբ որ հայցվորը պահանջ է ներկայացնելու դատարան, ընդ որում պետք է նշել, որ այդ պահանջը լինելու է եւ քաղաքացիական եւ վարչական գործերով։ Պետք է ընդգծել կրկին, որ դրանք վերաբերվում են բացառապես ոչ գույքային բնույթի վարույթներին, այսինքն երբ որ պարտապանը պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունները կատարումից։ Այսպես, երբ որ հայցապահանջը ներկայացնելու է դատարան, վերջինս իրավունք ունի նաև նախնական Աստրենտ պահանջել, ուղղակի այսպես ասած երաշխավորի իր հետագա պահանջները, իսկ դատարանը կրկին օրենքով սահմանված չափերով, որում հարկ է ընդգծել, որ կատարողական վարույթի մասին օրենքում հստակ չափեր է նշված, թե ինչքան է լինելու նախնական Աստրենտը եւ ինչքան կարող է նշանակվել վերջնական Աստրենտը։ Դատարանը կարող է նշանակել նախնական Աստրենտ, այսինքն ի սկզբանե դատական ակտով սահմանված է լինելու նախնական Աստրենտը, եթե այդ մասին պահանջատերը առանձին պահանջ կներկայացնի դատարան հայցի հետ միասին։ Ինչ վերաբերում է վերջնական Աստրենտին, դա արդեն դատական ակտը, երբ որ օրինական ուժի մեջ է մտնում եւ պահանջատեր կողմը տեսնում է, որ ամեն դեպքում պարտապանը չի կատարում իր վրա դրված պարտավորությունը, իրավունք ունի դիմել դատարան, ստանալու վերջնական Աստրենտ կամ ուղղակի նա փոխելու նախնական Աստրենտը, ավելացնելու կամ փոփոխելու դրա չափը կամ առհասարակ վերացնելու դրա չափը։ Այսինքն այստեղ դրանց տարբերությունը հիմնականում կայանում է, թե երբ է նման պահանջ ներկայացնում պահանջատերը դատարան։ Ընդ որում էլ կրկին սահմանեն, որ դրա չափերը դատարանի հայցողությանը չի թողել օրենսդրությունը, այլ հստակ օրենքով կարգավորված է դրանց հստակ չափերը։ Տիկին Մկրտչյան, կխնդրեմ նաև խոսենք, թե որ դեպքերում կարող է բողոքարկվել Աստրենտը։ Իհարկե, օրենսդիրը նախատեսել է նաև բողոքարկման հնարավորություն եւ Աստրենտի նշանակման չափի եւ Աստրենտը վերացնելու դատարանի կողմից ընդհանրապես Աստրենտի հետ կապված ցանկացած որոշում կայացնելու դեպքում նման որոշումները կարող են բողոքարկվել 2 շաբաթվա ընթացքում, եթե չի բողոքարկվում, արդեն դա մտնում է օրինական ուժի մեջ։ Տիկին Մկրտչյան, պարտապան քաղաքացին ինչ իրավունքներ ունի Աստրենտի նշանակման պարագայում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, այո, պարտապանը եւս ունի իրավունքներ, օրինակ դիմելու դատարան, ապացուցելու, որ նշանակված Աստրենտը իրականում շատ է, ցույց տալու իր գույքային դրությունը կամ այլ չափանիշներ, որի հիման վրա դատարանը կարող է վերացնել կամ նվազեցնել Աստրենտի չափը։ Ընդգծենք, որ շատ կարևոր է, որ այդ դիմումի քննության ընթացքում դատարանը կարող է ընդհանրապես այդ ժամանակահատվածում դադարեցնել Աստրենտի բռնագանձումը եւ այդ մասին տեղեկացնել հարկադիր կատարողին, մինչեւ օրինակ դիմումի վերջնական քննությունը։ Բացի այդ, շատ կարեւոր է ընդգծել, որ օրենսդիրը սահմանել է նաեւ դեպքեր, երբ որ Աստրենտի բռնագանձումը ուղղակի կդադարի ժամանակավորապես։ Օրինակ, երբ որ կատարողական վարույթը կավարտվի, կկասեցվի կամ կհետաձգվի, այս դեպքում Աստրենտը իհարկե չի բռնագանձվի։ Կամ եթե կատարողական վարույթը կկարճվի, Աստրենտի բռնագանձումը ուղղակի այդ նշանակված տուժանքը կդադարի եւ դրա համար լրացուցիչ դատարանի որոշում հել չի պահանջվելու։ Եվ որպես ամփոփում,
ինչ խորհուրդ կտաք մեր քաղաքացիներին իրենց խախտված իրավունքների պատշաճ իրականացումն ապահովելու համար։ Խորհուրդս մեկն է, այն դեպքում, երբ որ անձը պարտական քաղաքացին տեղեկանում է դատական ակտի առկայության մասին, տեղեկացված է լինում հարկադիր կատարողի կողմից տրված ժամկետների մասին, ժամանակին պետք է ապահովի այդ դատական ակտի կատարումը։ Ընդ որում, այսօր եւ օրենսդրությունը եւ թվային գործիքները լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին, որպեսզի վերջինս տեղեկացված լինի իր վերաբերյալ հարուցված բոլոր կատարողական բարույթին եւ նույնիսկ այսպես կարելի ասել առցանց ռեժիմով հետևի ամբողջ ընթացքին։ Դրա համար մենք բազմիցս խոսել ենք անձնական գրասենյակի առկայության մասին, որտեղ ամբողջ վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկացված կլինեն վերջիններս եւ ըստ այդմ ժամանակին կատարելու դեպքում ուղղակի Աստրենտի ինստիտուտը վերջիններիս վրա չի կիրառվի։ Շնորհակալություն Տիկին Մկրտչյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի քաղաքացիներ, եղեք իրազեկ ձեր խախտված իրավունքները լավագույնս պաշտպանելու համար։